Չալ խոզը, լատիշական հեքիաթ։ Վաղուց, շատ վաղուց մի հարուստ կալվածատեր է լինում։ Նա մի մեծ խոզ է ունենում, որն ամեն օր արածում է դաշտում։ Մի անգամ կալվածատերը տեսնում է, որ մի աղքատ չոքել է խոզի առաջ։ Դու ինչու ես չոքել իմ խոզի առաջ, հարցնում է նա։ Խնդրում եմ, որ հյուր գա ինձ, պատասխանում է աղքատը։ Էսօր ինձ համար մեծ տոն է։ Դե որ այդպես է, տար նրան, ասում է կալվածատերը։ Աղքատը վերցնում է խոզն ու գնում։ Սպասում է կալվածատերը, սպասում, շատ է սպասում, թե երբ աղքատը պիտի բերի խոզին։ Ու վերջը ստիպված ինքն է գնում աղքատի մոտ։ Գալիս է ու պահանջում. Խոզս տուր։ Այ քեզ թարս բան, ախր խոզը հարևանիս մոտ է, էսօր էլ նրա տանն է քեֆ։ Աղքատը պատրաստվում է գնալ հարևանի տնից խոզը բերելու, բայց վերադառնում է ու խնդրում. Աղա, ձիթ տուր ինձ, հա, իմ հարևանը հարուստ մարդ է, ամոթ է, որ ես ոտքով գնամ նրա մոտ։ Ու կալվածատերը իր ձին տալիս է նրան, որ լավ կլինի, եթե կալվածատիրոջից խնդրի նրա շքեղ շորերը։ Մտածելն ու անելը մեկ է լինում, հետ է դառնում, ու կալվածատերը իր շորերն էլ է տալիս նրան։ Հագնելով կալվածատիրոջ շորերը ու նստելով նրա ձին, աղքատը գնում է հարևանի մոտ, իսկ կալվածատերը աղքատի շորերը հագած սպասում է նրա վերադարձին։ Բայց աղքատը իսկի չի էլ մտածում ետ դառնալու մասին։ Մինչև իրիկուն սպասում է կալվածատերը, սառչում է մինչև ոսկորները, իսկ հետո գնում է իր ապարանքը։ Տիրուհին տեսնում է, որ մի քնձռոտ է գալիս, և կարծելով, թե մուրացկան է, հրամայում է տալ նրա վզակոթին ու դուրս վռնդել։ Կալվածատիրոջը ծեծող ծառաներն իսկույն գլխի են ընկնում, թե ով է նա, բայց իրենց դնում են չհասկացողի տեղ ու մի լավ տուր են տալիս կալվածատիրոջը։ Ու միայն այն ժամանակ են բաց թողնում, երբ տիրուհին ճանաչում է ամուսնուն և գոռգոռոցը գցում։ Բայց դե ինչ կարող էր անել, ախր ինքն էր ծառաներին հրամայել ծեծել մուրացկանին։ Եվ այստեղ կալվածատերը գլխի է ընկնում, որ աղքատը խաբել է իրեն, բայց դե արդեն ուշ է լինում։ Իսկ աղքատի քեֆին քեֆ չի հասնում։ Կալվածատիրոջ խոզն ու ձին մնում են աղքատին, իսկ ինքն էլ ման է գալիս նրա շքեղ շորերով։